Վաշինգտոն-Թեհրան հաստատված հրադադարը ծայրահեղ ծանր, գրեթե մահամերձ վիճակում է։ Ներկա իրողությունը հենց այսպես է որակել Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփի Իրանի հասցեին սպառնալիքներն ու վիրավորանքներն այսքանով չեն ավարտվել։ Պատերազմը կարգավորելու իր առաջարկին Թեհրանից ստացած պատասխանը նա որակել է հիմարություն։ Սպիտակ տանն առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահը հրադադարը նկարագրել է բժշկական տերմիններով։ Այնինչ նրանք ինձ ուղարկել էին աղբի կտոր է, որը ես նույնիսկ չընթերցեցի մինչև վերջ։ Ես կասեի այն այս պահին ամենաթույլերից մեկն է։ Այն միացված է արհեստական շնչառության սարքին։ Նրանք հասկանում են այստեղ բոլորը բժշկական մասնագիտություն ունեն։ Ես կասեի, որ հրադադարը միացված է վերակենդանացման սարքին։ Սա այն դեպքն է, երբ բժիշկն ասում է՝ «Պարոն, ձեր հարազատի ապրելու հավանականությունը 1% է»։ Իրանի պատասխանը ոչ ոք չի ընդունի, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թեհրանից արձագանքը չի ուշացել։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են պատասխան հարված հասցնել ու թշնամուն դաս տալ ցանկացած ագրեսիայի դեպքում։ Ղալիբաֆն ասել է, որ նահանգներն այլընտրանք չունի։ Նա պետք է ընդունի 14 կետից բաղկացած իրանական նոր առաջարկը, հակառակ դեպքում ամերիկացի հարկատուներն են վճարելու դրա դիմաց։ Սպառնում, վիրավորում ու սուր հայտարարություններ է հնչեցնում Թրամփը, թեպետ հավատում է Իրանի հետ պատերազմի դիվանագիտական կարգավորմանը։ Միանգամայն հավանական է, քանի որ ես 4 կամ 5 անգամ համաձայնության եմ հասել նրանց հետ, սակայն նրանք փոխել են իրենց որոշումը, նրանք շատ անպատիվ մարդիկ են։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Թրամփը սպառնում է Իրանին միջուկային զենքով, հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին։ Նա ասել է. «Պարոն Թրամփ, մի մտածեք, թե կարող եք օգտագործել մեր այսօրվա հանգստությունը Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Սկզբում սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը։ Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում։ Մի մտածեք, թե կարող եք մեզ հաղթել դիվանագիտության մեջ»։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների նոր հարձակման դեպքում Թեհրանը կարող է դիտարկել ուրանի մինչև 90% ռազմական մակարդակի հարստացման հավանականությունը, զգուշացրել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզային։ Միաժամանակ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է խաղաղ նպատակների համար ուրան հարստացնելու իրավունքի մասին։ Կցանկանայի կրկնել ոչ միջուկային զենք ունեցող պետությունների հայտարարությունը, որում նշվում է ուրանի խաղաղ օգտագործման իրավունքի մասին։ Կարծում եմ, ինչպես արդեն նշել ենք, ոչինչ չպետք է սահմանափակի հարստացված ուրանի խաղաղ օգտագործման իրավունքը առանց որևէ խտրականության։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին խստորեն դատապարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված Հորմուզի նեղուցի վերաբերյալ Միացյալ Նահանգների բանաձևի նախագիծը, այն անվանելով փաստերը խեղաթյուրելու փորձ։ Ըստ իրանցի դիվանագետի, Վաշինգտոնի նման մոտեցումը չի կարող նպաստել ոչ լարվածության թուլացմանը, ոչ էլ ծովային անվտանգության հաստատմանը։ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացրած բանաձևի նախագծով պահանջում է, որ Իրանը դադարեցնի Հորմուզի նեղուցում հարձակումները։ Հակառակ դեպքում Թեհրանին սպառնում են նոր պատժամիջոցներով և նույնիսկ ուժի հնարավոր կիրառմամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։